Անդրադառնալով թմրամիջոցների ԱՊՕ-ի շրջանառությանը նշեմ, որ 2025-ին մենք ընդունել ենք լիովին որակապես նոր ռազմավարություն, որը թիրախավորել է թե թմրամիջոցների ԱՊՕ-ի շրջանառության շրջանակներում հանրային առողջապահությունը եւ թե նաեւ հանրային անվտանգությունը։ Տարիներ շարունակ մենք անընդհատ խոսում ենք միայն թմրամիջոցների ԱՊՕ-ի շրջանառության դեպքերի մասին, բայց կարիք կա վերադառնալու դեպի մարդը եւ հասկանալու թե հանրային անվտանգության տեսանկյունից ինչպիսի գործիքակազմեր է, որ պետությունը պիտի ձեռնարկի եւ ըստ այդմ այս ռազմավարությունը բացառիկ է այս տեսանկյունից։ Թմրամիջոցների ԱՊՕ-ի շրջանառության դեպքերը աճել են 614-ով կամ 20.4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ 2025 թվականի կտրվածքով հարգելի լրագրողներ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ պարգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ։ Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից եւ արձանագրել ենք հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբաքանակի արգրավում որպես այդպիսին եւ ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել եւ այս պայծրությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունեն։ Եվ բնականաբար դեպքերի մասով աճի տեսանկյունից այստեղ աճի է ընկնում հատկապես պարեկային ծառայությունը, որտեղ պարեկային ծառայության կողմից աճել են բացահայտված հանցագործությունների թվերը եւ ես պիտի նշեմ, որ 2025 թվականին պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ԱՊՕ-ի շրջանառության 2414 դեպք նախորդ տարվա 1866-ի դիմաց եւ արգրավել է պարեկային ծառայության ջանքերով շուրջ 32 կիլոգրամ թմրամիջոց։ Հարգելի գործընկերներ, մենք ընթացիկ տարում նաև քննարկել էինք փոստային առաքանիների հետ կապված տարբեր հարցեր, երբ որ չէինք կարողանում իդենտիֆիկացնել կոնկրետ փոստային առաքանին եւ շատ հաճախ ունենում էինք փոքր չափաքանակներով նաև թմրամիջոցների ներմուծման իրավիճակներ եւ պիտի փաստեմ, որ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել փոստային առաքանիների թեմայում եւ արդեն իսկ ավելի պարտադիր է դարձել ստացողի մասով նշումը եւ այս տեսանկյունից պիտի փաստեմ, որ 30.1%-ով այսպիսի ներմուծման դեպքերը կրճատվել են այս քաղաքականության որդեգրման արդյունքում։ Ճանապարհատրանսպորտային պատահարներին եւս ցանկություն եմ անդրադառնալու եւ նշելու, որ մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը, գիտեք, որ այն հասնում է շուրջ 1 միլիոնի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ սինխրոն աճում է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, բայց ես ուզում եմ փաստել, որ կրկին գալով պարեկային ծառայության աշխատանքին մենք արձանագրել ենք, որ չնայած այսչափ տրանսպորտային պարտքի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով պարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Այս առումով բնականաբար դեռ մեծ աշխատանք ունենք տանելու, հատկապես մեր վարորդների, երթևեկության մասնակիցների անվտանգային մշակույթի ձևավորման, սերման տեսանկյունից եւ կարծում եմ, որ առաջիկա տարիների կտրվածքով այստեղ ավելի լավ պատկերներ կունենան։ Շարունակելով պարեկային ծառայության մասով արդյունքային ցուցանիշները, նշեմ, որ պարեկային ծառայողները անցած տարվա կտրվածքով բացահայտել են շուրջ 14800 հանցագործության դեպք, իսկ 2024 թվականին այս թիվը եղել է շուրջ 11000։ Այսինքն տեսնում ենք, որ կրկին ավելի մեծ թվով հանցագործություններ են բացահայտվել պարեկային ծառայության կողմից եւ նշեմ նաեւ, որ շարունակելու ենք պարեկային ծառայության կողմից արդյունքային այսպիսի ցուցանիշների ամրապնդման աշխատանքները, որովհետև մի շարք ուղղություններ կան, որոնցով որ կայունացման արդյունքների կայունացման խնդիր ենք մեր առջև դրել, որպեսզի շատ ավելի լավ պատկեր ունենանք Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այս տեսանկյունից մի կարեւոր թիվ եմ ուզում հնչեցնել, ինչը ուղիղ կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման հետ։ Մենք անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաեւ մեծ թվով անձինք, ում որ պարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս
համանման թիվ ենք ունեցել։ Եվ կարծում եմ, այստեղ վստահություն ունենք առնվազն, որ այսպիսի խիստ վարչարարության արդյունքում է, որ մենք ճանապարհներին գրանցում ենք զոհերի թվի նվազում։ Կարճ անդրադառնամ նաև փրկարար ծառայությանը եւ ամփոփեմ։ Հարգելի գործընկերներ, աղետների լսվի կառավարման ոլորտի առումով բնականաբար տարին եւս անմասն չի մնացել եւ մենք այս ուղղությամբ հաստատել ենք փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը եւ այս արդիականացման ռազմավարության շրջանակներում որոշակի որոշումներ են կայացրել, որ պիտի միտված լինի ծառայության արդյունավետության բարձրացմանը եւ ասեմ, որ մենք նախատեսում ենք կամավորական նշեջ փրկարարական ջոկատների աշխատանքի ինտենսիվացում տեղերում, որը որ թույլ կտա առաջին արձագանքը հենց տեղում համայնքի փրկարարական կամավորական ջոկատների միջոցով արձագանքը ապահովել, հետո արդեն դիմել պրոֆեսիոնալ անձնակազմի գալուն։ Եվ նաեւ նշեմ, որ 2025 թվականի արդյունքում փրկարար ծառայության կողմից փրկվել է 202 մարդու կյանք, այդ թվում 8-ը ձնահյուսից, 2-ը ջրահեղձումից, 56-ը ջրային տրանսպորտի մասնակցության պատահարներից եւ հարգելի գործընկերներ, չնայած նրան, որ մենք անցած տարվա կտրվածքով ունեցել ենք արտակարգ իրավիճակների աճ, հատկապես հրդեհներով պայմանավորված, պիտի փաստեմ, որ 2025 թվականի զոհերի թիվը այդուհանդերձ նվազել է 414-ով։ Կազմել է 414, ներողություն նվազելով 66-ով կամ 15.9%-ով։ Եվ նաև ամփոփելով ուզում եմ նշել, որ տարին մեզ համար լինելու է միգրացիա եւ քաղաքացիական ծառայության ամբողջովին թվայնացման տարի։ Մենք ավարտելու ենք թվայնացման բոլոր աշխատանքները միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունում, բնակչության պետական ռեգիստրի մշակման աշխատանքները եւս պիտի ավարտական փուլում լինեն այս տարվա կտրվածքով եւ կներդրվի նաեւ բիոմետրիկ նոր համակարգը, բնականաբար նպատակ ունենք նաեւ սահմանների ունենալ e-gate համակարգը, որը մեր քաղաքացիներին թույլ կտա շատ ավելի արժանապատիվ եղանակով անհպում անցնել սահմանային անցակետերով։ Բնականաբար շարունակելու ենք թե ոստիկանության, թե փրկարար ծառայության մասով մեր ռեֆորմները եւ ուզում եմ նաեւ նշել, որ ոստիկանության մասով տարվա կտրվածքով կենտրոնանալու ենք նաեւ միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի ծրագրի շրջանակներում ոստիկանական լիազորությունների իդենտիֆիկացման աշխատանքների վրա, որպեսզի մեր ծառայողների կարողությունները ավելի զարգացնենք այս ոլորտում հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, փորձեցի լինել շատ կարճ եւ այժմ սիրով պատրաստ եմ պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին։ Շնորհակալություն Տիկին նախարար, հարգելի գործընկերներ, անցնենք